փորձեմ հակիրճ անդրադառնալ սահմանադրական դատարանի որոշման հնարավոր կիրարկմանը մեր դատական պրակտիկայում, պայմանականորեն առաջարկում եմ ուսումնասիրության հարուցումը բաժանել երկու մասի, առաջին, որոնք հարուցվում են օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի առաջինից 4-րդ կետերով, այլ կերպ ասած կապ ունեն որևէ ձև, որևէ ենթադրյալ հանցանքի հետ, եւ երկրորդ մասը նույն հոդվածի առաջին մասի 5-ից 6-րդ կետերը, որոնք ըստ էության օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները եւ նաեւ ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած որոշակի տվյալների տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություն հարուցելն է։ Սահմանադրական դատարանը հստակ իր որոշման մեջ ամրագրեց, որպիսի դիտարկվի մեկնաբանությունը գույքի բռնագանձման մասով սահմանադրական այն ուսումնասիրությունների դեպքում, որոնք հարուցվել են ենթադրյալ քրեական գործի հետ կապակցված լինելու հիմքով, անհրաժեշտ է, որպեսզի լինի կապ համապատասխան հանցանքի հետ, այսինքն ես ուզում եմ ուշադրություն դարձնենք նրան, որ ոչ թե սահմանադրական դատարանը ամրագրեց հանցանքի հետ, այլ համապատասխան հանցանքի հետ, ինչը որևէ երկրորդ, երրորդ մեկնաբանության ըստ ինձ չի կարող տալ, քան այն, որ ուղղակիորեն ենթադրյալ հանցանքից հետ պետք է ունենա որոշակի պարոն Ղազարյանի ասած, եթե ոչ ակնհայտ ամուր, ապա գոնե ենթադրական որևէ կապ։ Ըստ էության կուզենամ ասել, որ մենք բոլոր դատական գործերով անխտիր, ես իդեպ նաև ամենաառաջին դատական գործով պարոն Ասատրյանի հետ հանդիսացել եմ ներկայացուցիչ, երբ դեռ հակակոռուպցիոն դատարանն էլ որպես այդպիսին ձևավորված չէր եւ որոշակի մասնագիտացում ունեցող դատավորներ Երևանի քաղաքացիական դատարանում զբաղվում էին հակակոռուպցիոն գործեր քննելով։ Առաջին գործից սկսած, բնականաբար, քանի որ սա մեր հայաստանյան իրականություն նոր մտած ներմուծված օրենք էր նոր կարգավորումներով, ստացվեց այնպես, որ ինտենսիվ սկսեցինք համագործակցել ինչպես այստեղ ներկա բոլոր բանախոսների հետ առանձին գործերով, այնպես նաև մեր դահլիճում ներկա գտնվող շատ մեր գործընկերների հետ եւ որոշակի ուսումնասիրությունների արդյունքում կարծեք այդ մասով որոշակի միասնական մոտեցում դրսևորվեց, որ բոլոր գործերով անհրաժեշտ է պնդել, ամեն ձև բարձրաձայնել, որ քրեական գործով հարուցված գործերի մասով առնվազն դատախազությունը որպես իրավասու մարմին պարտավոր է հիմնավորել, որ մեր վստահորդներին վերագրվող ենթադրյալ հանցագործության եւ դրա արդյունքում իր ձեռք բերած գույքի միջև անհրաժեշտ է հիմնավորել պատճառահետևանքային կապ։ Այդ մասով մեր բոլոր փաստարկները, ես նաեւ մի փոքր փուլայինով կարծեք, եթե չեմ սխալվում, ավելի առաջ հանգել իմ մոտի գործերը եւ արդեն հասել ենք մի գործով Վճռաբեկ դատարան, մի գործով Վերաքննիչ դատարան եւ նախորդող բոլոր ատյաններն անխտիր միշտ պատճառահետևանքային կապի անհրաժեշտությունը դիտել են ոչ անհրաժեշտ եւ դրանով հանդերձ դատախազության վրա բնականաբար նաեւ նախորդիվ փուլերով երբևէ պատճառահետևանքային կապ հիմնավորելու ապացուցողական պարտականություն չի սահմանվել։ Այսօրվա կարգավորման տրամաբանությամբ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում պարզվեց, որ այն դատավորները, ովքեր արդեն իսկ ունեն կայացրած դատական ակտեր, որտեղ դիտել են ոչ անհրաժեշտ պատճառահետևանքային կապի առկայությունը, փաստորեն դատական ակտերը կայացրել են հակասահմանադրական մեկնաբանությամբ։ Սա հստակ պետք է ամրագրել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այսօր դեռևս ունենք բազմաթիվ հայցեր, որոնցում պատճառահետևանքային կապ ամրագրված չէ, քանի որ նույն դատախազությունը իր բոլոր հայցադիմումներում, եթե մինչև հայցադիմում ներկայացնելը պատասխանող անձին կառույց էին ունեցել բարձրաձայնելու այդ թվում պատճառահետևանքային կապ չլինելու մասին, իրենց հայցադիմումներում այդ փաստարկները հստակ հերքում են, չեմ ուզում կրկնվեմ նույն 4-րդ մոդելի առկայությամբ, որը բոլորիս համար, ովքեր առնչվում ենք այս գործով պրակտիկային, կարծեք ակնհայտ է։ Հիմա ասվածից նաև ուզում եմ ուղղակիորեն մեկ այլ հետևություն բխեցնել, որը վերաբերում է այն անձանց, ովքեր արդարացվել են, ընդ որում էական չէ, արդարացվել են նախաքննության փուլում, թե դատական փուլում։
Ըստ էության քրեական գործի հիմքով հարուցված բոլոր վարույթներով անխտիր, եթե ունենք արդարացված անձ, հետևաբար չունենք հանցագործություն, եթե չունենք հանցագործություն, հետևաբար չի կարող խոսք գնալ կապի մասին։ Այ օրինակ երեք հենց մեկ այլ գործով իմ վստահությամբ եւ պարոն Ասատրյանի արդարացված է եւ մենք ներկայացրել ենք արագացված դատաքննության անցնելու եւ հայցը ակնհայտ անիմը լինելու հիմքով միջնորդություն, որը այդքան լավատես չեմ, որ կբավարարվի, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ չբավարարման դեպքում շատ արագ կերպով կփորձենք եվրոպական դատարանում առնվազն սեփականության կոնվենցիոնալ իրավունքի խախտում արձանագրել, որը նաև ըստ էության, ըստ դատական օրենսգրքի տրամաբանության դատավորների համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է։ Ինձ շատ մտահոգում է Սահմանադրական դատարանի որոշումից հետո որոշ անձանց հարցազրույցները, հատկապես արդարադատության նախարարի եւ նաեւ Սահմանադրական դատարանի այդ պահին դեռևս փոխնախագահ հանդիսացած անձ Վահե Գրիգորյանի հարցազրույցները, կարծում եմ փորձում են մեկնաբանել իրենց Սահմանադրական դատարանի որոշումից շեղված հերթական հակասահմանադրական մեկնաբանությամբ, պնդելով տարբեր թեզեր, որոնք Սահմանադրական դատարանի որոշման մեջ ոչ միայն չկան, այլ նաև հերքված են։ Կարծում եմ այս արատավոր պրակտիկան պետք է հիմա մեզ շատ մտահոգի եւ մենք բոլոր փաստաբաններով պետք է փորձենք այդ հակասահմանադրական մեկնաբանությունը դատարանների կողմից հնարավոր կատարման դեմն առնել, ինչպես որ ըստ էության Սահմանադրական դատարանի որոշմամբ ստացվեց առնել պատճառատևանքային կապի բացակայության մասով իրենց մեկնաբանությունները։ Կուզեմ հակիրճ նաև անդրադառնալ նույն օրենքի 1-ից 5-ից 6-րդ կետերով նախաձեռնված ուսումնասիրություններին, այդ մասով կարծեք Սահմանադրական դատարանի որոշումն ավելի պարզ է այն մասով, որ համապատասխան բռնագանձման ենթակա կարող է դառնալ այն գույքը, որը պաշտոնավարումից հետո է ձեռք բերված, բայց եթե մենք դիտարկենք զուտ օպերատիվ հիմքով հարուցված անձանց եւ քրեական գործով հարուցված ուսումնասիրություններով անձանց իրավունքների պաշտպանությանը, ինձ համար առնվազն ակնհայտ է, որ անտրամաբանական իրավիճակ ունենք։ Ըստ ինձ օպերատիվով հարուցված անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի վատ իրավիճակում ենք հայտնվել, քան քրեական գործով հարուցվածների, որտեղ այն դեպքում առնվազն պատճառատևանքային կապի հարց կա, այն դեպքում գոնե որոշակի հնարավոր հանցանքի ու դրա արդյունքում վրա հասած տնտեսական ակտիվի ավելացման մասին կարողանում ենք խոսել, իսկ պաշտոնատար անձանց մասով, որոնց ուսումնասիրությունը հարուցվել է օպերատիվի հիմքով, կարծեք այդ փաստարկները այս գործող տրամաբանությամբ ու Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությամբ այդքան բարձր չեն կարողանում դեռ բարձրաձայնել, բայց ինչպես Պարոն Օրբելյանը նշեց, օպերատիվի մասով կարծեք արդեն հստակ ուղի է բռնվել, կրկին փորձել գնալ հասնել Սահմանադրական դատարան։ Կարծում եմ բոլոր գործերով անխտիր դատախազությունը պետք է կատարի վերահաշվարկներ նոր ստանդարտը հաշվի առնելով, նաև այն գործերով, որը թվով այդքան շատ չէ, կան արդարացվածներ, պետք է հայցերից հրաժարվեն, հակառակ դեպքում դատարանները ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժեն, իսկ այն գործերը, որտեղ պաշտոնատար անձիկ են օպերատիվով հարուցված, պետք է բնականաբար համապատասխանեցվի Սահմանադրական դատարանի սահմանած ժամկետներին։ Քանի որ տիկին Մելոյան նաև վաղեմության հետ կապված, ժամկետների հետ կապված հարց բարձրացրեցիք եւ առաջարկեցիք անդրադառնալ, ես այդքան լիահույս չեմ, որ Ազգային ժողովը փոփոխություն կանի, օրինակ կսահմանի այլ երկրների կամ նույն Վենետիկյան հանձնաժողովի մոտ դիրքորոշմանը մոտ ժամկետ, օրինակ 10 կամ 15 տարի, բայց կարծում եմ, եթե արդարադատության նախարարությունը իրոք նորմալ գործող կառույց է, շատ հրատապ կերպով պետք է հանդես գա օրենսդրական փոփոխության նախաձեռնության։ Չեմ ուզում կանխատեսում անել, բայց կարծում եմ 10 տարի սահմանելը ռեալ չի, հույս ունեմ 15 գոնե։